13-րդ լսումը Քարաբերդում անցնող 4 տարիների ընթացքում, դարձյալ լարված մթնոլորտում ու բանակների բաժանված։ Գլխավոր դերում այս անգամ չեխական Ասադ ընկերությունն էր իր մեծաքանակ աջակիցներով, ովքեր ողջ այս ժամանակահատվածում զանազան ազդեցություններ ու ճնշումներ են բանեցրել Քարաբերդի բնակիչների նկատմամբ։ Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործման ժամկետի երկարաձգման ու ստորգետնյա եղանակով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության 4-րդ լսումը նախաձեռնել էր շրջակա միջավայրի նախարարությունը։ Շմակ փորձաքննական կենտրոնի տնօրեն Հերիկ Նազմկրչյանը ներկայացրեց փոփոխված հայտի որոշ մանրամասներ ու ընդգծեց շահագործումը փակ է լինելու։ Շուրջ 1,5 տոննա ոսկու մնացորդային պաշարն են ուզում արդյունահանել բնությանը հասցվող նվազագույն վնասներով, լրացրեց Ասաթի ներկայացուցիչը։ Այս անգամ ընկերությունը նախատեսում է բացառապես փակ եղանակով շահագործել հանքավայրը, ինչպես նաև բացահանքում արդյունահանված պայստավորված հատվածը մշակել։ Մնացորդային պաշարները մոտ 1,5 տոննա ոսկի են, 2,7 տոննա արծաթ։ Միջամտեցին բնակիչները, դեմ ենք ասեցին, մեր հողու ջուրն եք փչացնում, մեր անասուններին վնասում, թե նախկինում 1-2-ն էին վիժում, հիմա 10-15-ը, վնասներ ենք կրում, ով պիտի փոխհատուցի, պատճառաբանեցին, շնչած օդի վնասակար ազդեցությունն իրենց վրա էլ են զգում։ Մեր գյուղացիներով դեմ են որ հանքերը աշխատեն, իսկ եթե բացի դրանից, հենի որ այդ հանքը աշխատեց, մեկ այդ մեքենաները բարձրվում են, այդ պաշարը, տեղափոխելու են, մեր այդ փոշին նստելու մեր անասուններ արոտավարի վրա, մեր հնդելատերի վրա, մեր խոտարքի վրա, որ գումա այդ փոխանցում են, մեր գյուղացիները այդ գումանից ոչ մի կողմից փոխում չի տեսնում։ Հագիստ խոսում եք։ Մենք մերտեմ ենք պատասխան։ Շատ վնասներ կլի, շատ մարդներ ասավ, հասկանալի, պարզևոր, շատ բաներ կա, որ ստուգված չեն, ջրերի հետ կախված, մեզ վնաս, մեր երեխեքին, մենք ստեղ ապրում ենք, դեմ եմ, որ այդ հանքը աշխատի։ Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը դարձյալ խոսեց էկոլոգիական վնասներից ու հիշատակեց երկրաբան Պետրոս Ալոյանի աշխատությունը, որում նաև ուրանի պաշարների մասին է նշվում։ Շմակ փորձաքննական կենտրոնի տնօրեն Հերիկ Նազմկրչյանին առաջարկեց հերքել այս տեղեկությունը։ Վերջինս ողջ լսումների ընթացքում այդպես էլ չարձագանքեց։ Դուլգարյանը նաև հետաքրքրվեց, ինչու է Վանաձորը դուրս մնացել գործընթացից, մանավանդ որ Վանաձորն ու Փամբակը պետության կողմից ընդգրկվել են զբոսաշրջային կլաստերի կազմում, որքանով են համատեղելի հանքերն ու տուրիզմը հարցրեց։ Վանաձորը եւ Փամբակը ինքը կառավարության կողմից էսա ճանաչվում են զբոսաշրջային կլաստերներ եւ այստեղ մեծ ներդրումներ են նախատեսվում իրականացնել, արդեն միջազգային բանկերից վարկեր են վերցրել։ Պետք է ասել չեմ մարդկանց, որ ստորգետնյա շահագործումը եւս իր վնասները ունի, ու պետք է ասել, թե ինչ վնասներ են դրան։ Եվ նաեւ քանի որ նախարարության ներկայացուցիչստեղ է, անցյալ լսումներից մեկում ես պարոն հանքաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ալոյանի աշխատությունն էի բերել, որտեղ ինքը նշում էր, այսինքն որ սա կոչվում է ուրանային գոտի։ Ցանկանամ որպեսզի հերքեք, որպես նախարարության ներկայացուցիչ Պետրոս Ալոյանին հերքեք, ասեք այս մարդը ճիշտ չի ասել եւ այստեղ ուրան չկա եւ դրանով բրցնենք։ Վանաձորցի Հակոբ Միկոյանը կոչ արեց չեխական Ասաթի ներկայացուցիչներին ներդրումներն ուղղել Քարաբերդում տուրիզմի զարգացմանը, հանքարդյունաբերության փոխարեն, ընտրել բնությունն ու кյանքը եւ չկուրանալ ոսկու փայլից։ Каждый из нас должен беречь эту природу. Если вы хотите хорошее дело делать в Армении, я вас очень прошу, вместе с вами давайте будем строить туристический центр в этом селе. Это как рано, открыть какую-нибудь скважину, там, золото, все такое. То, что имеет цену, это самое дешевое, братья мои. Давайте не гоняться за золотом, потому что желтый цвет иногда наши глаза слепыми становится.
Վանաձորցի Անահիտ Կարապետյանը բազմաթիվ հարցեր ուներ շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին, ինչու Վանաձորն ազդակիր չի ճանաչվել, երբ ընդամենը 1,5 կիլոմետր հեռավորության վրա է, ինչու են անտեսվում ու ոտնահարվում հազարավոր վանաձորցիների իրավունքները։ Բոլորս գիտենք տարիներ շարունակ ինչպես են Հայաստանում լուծվել նման հարցերը։ Մենք շատ լավ գիտենք ինչպես են ճնշվում մարդիկ, ինչպես են իրենց նորից ներողություն խնդրում, շատ հաճախ չքավոր եւ վատ պայմաններում ապրվող կյանքից ելնելով, խափում օրինակ ես կառուցած շենքով եւ ասում չեխերը որևէ լավ բարենար է համայնքի համար։ Ինչու Վանաձորը մինչեւ հիմա չի համարվում ազդագիր քաղաք եւ ինչու մինչեւ հիմա 80,000 բնակիչներից չեք գալիս եւ կարծիք հարցնում, որտեղ ես վստահ եմ, այն դիմադրությունը, որ դուք այստեղ եք տեսնում, կրկնակի երակի Վանաձորում եք տեսնել։ Սա հայտարարակ նախագիծ է, ու սա պիտի չվերականգնվի։ Ուշագրավ է, որ Քարաբերդում ոսկու երկրորդ հանքի համար նախորդ Զովգուշ ընկերության լսումներին կողմ արտահայտվողները դեմ էին Ասաթին։ Փոխարենը տեղի իշխանություններն էին կողմ, որոնց էլ ուղղվեցին քննադատության սլակները։ Մենք թույլատվությունը տվինք։ Հասարել են տվել։ Մենք համաձայն ենք այսօր համաձայն ենք, որ իրանք իրար հետ համագործակցեն։ Իրար հետ եթե համագործակցեն, մեզ մար շատ լավ կլինի։ Այսինքն դուք կողմեք որպեսզի ավելի շատ քանդվի, հա։ Ես ասեմ։ Այսինքն ավելի շահին չանշանակում։ Ես կողմ եմ, ես ինքս։ Միշտ էլ աջակցել եմ որպես մի րոպե, հա։ Որպես վարչական ղեկավար պիտի չեզոքություն պաշտպան։ Մարդկանց դեմեր ուրիշը հանգբացի։ Այդ ո՞նց է չեխերին դեմ։ Հատկասես իսկ բացատրես ես քանարտը։ Դուրս արի ստեղ մի խանգարի։ Ա դու ես խանգարում ըստի։ Դու ես խանգարում։ Դուրս արի այդ բանա։ Աչքան դուրս գա։ Դու քեզ ես մի բան։ Ամա տլիկ քեզ։ Դարձյալ տոն ոսկեի գուզում ստեբերեք, դες չեխերը Իդեպ Կարաբերդցիները տեղյակ չէին այն գրավոր դիմումից, որի հիման վրա 2025-ի սեպտեմբերի 11-ին Փամբակի ավականին համաձայնություն էր տվել Զովգուշ ընկերության երկրաբանական հետախուզման աշխատանքներին։ Մարդիկ տարակուսած միմյանցից էին հարցնում դիմումի մասին, որն իրենց անունից ներկայացվել է ավականուն, բայց որից իրենք տեղյակ չեն։ Մենք ենք Կարաբերդի բնակիչները, ոնջնա դու գիտես տենց բան։ Չէ։ Նույնն էլ ես չգիտեմ, ինձ հարցնող չի եղել, որ սենց բան կա համաձայնեք, թե չէ։ Նախորդ լսումների ժամանակ մենք ես էլ խոսացի, ասացի, որ հանքի ընդլայնում մենք կողմ չենք, բացառվում, հենց այդ բառով էլ ասացի, որ բացառվում որևէ հանքի ընդլայնում։ Ավականունիստը չեք նայել, տեղյակ չեք։ Ճանրապես մեր գյուղը չեն հետաքրքրում, ավականին իր գործերով ազբաղված։ Լսումների ընթացքը պարբերաբար լարվում էր, բնակիչների մեծամասնությունը դեմ էին ու այլևս չէին ուզում լսել հանքի ընդլայնման մասին։ Նախարարության պաշտոնյայից հետաքրքրվեցինք, ինչու հաշվի չեն առնում մարդկանց դեմ կարծիքներն ու ամեն անգամ լարվածություն ստեղծում փոքրիկ գյուղում։ Հերիքնազ Մկրտչյանի բնորոշմամբ այս ընկերության երկրորդ եւ երրորդ լսումների վերաբերյալ թիմից դրական եզրակացություն են ստացել։ 2025 Այսինքն ստացվում է համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթեր։ Դավիթ Մարաշեկը, որ լոնդոնյան բորսայում ցուցակված իռլանդական MV Ireland ընկերության տնօրենն է, որի կազմում էլ գործում է Ասատ ընկերությունը, հերքում է բնակիչների բոլոր այն պնդումները, թե իրենք այս տարիների ընթացքում վնասներ են հասցրել բնությանը։ Այս հրաշալի շենքն ենք կառուցել, սոցիալական ծրագրեր ունենք նախատեսած, պնդեց, թե շատ է սիրում բնությունն ու միշտ աշխատել են այն չվնասելու սկզբունքով։ Здесь много шума, много неправд. Мы на Караберде вообще за первое не пользуемся химикатами. За второе, там никаких взрывов не происходит. За третье, там никаких химикатов, чтобы загрожали по земле воду, нету. Вообще никаких загрожений нету. Абсолютно нету токсического загрожения природы или окружающей среды. Вообще ноль загрожения воды. Мы только бурим руду, отвозим эту руду на дробилку в Ванадзор, раздробим и потом отправляем в Массис. Тот здание, мой непредселительный дом в Памбаке, тот забор, также наши деньги. Значит, 110-120 миллионов драм. И мы готовы помогать, потому что, знаете, это всегда
риск. Я согласен с этим человеком, который говорил, что у нас только одна природная земля. Я 100% уверен. Я фанатик до природы. Այնինչ տեղի է ունենում Քարաբերդում ճնշումների ու պարբերաբար բնակիչների վրա զանազան միջոցներով ներազդելու արդյունք է, Օլեգ Դուլգարյանն է ասում։ Նրա դիտարկմամբ պատահական չէ, որ փամբակի տիմերը փոխանակ չեզոքություն դրսևորելու ակնհայտորեն հանքարդյունաբերողների շահերն են սպասարկում։ Օրինակ այս նախագիծը, որ անցել է 4-րդ փուլ, դա եղել է նախորդ բոլոր լսումներին կարծիքների արհամարման միջոցով։ Այսինքն կարծիքները արհամարվել են, երբ որ համայնքը պետք է որոշում կայացներ եւ հասել ենք այսպես 4-րդ փուլ։ Այսինքն մենք խոսում ենք հիմա թույլ չտալու, որպեսզի եղած հանք ընդլայնվի, բայց տեղական իշխանությունը իր քաղաքականությունը, իր ռազմավարությունը կառուցման հրաշունչ, որ մի հատ էլ նոր հանքեր ավելանա։ Լսումների ողջ ընթացքը հսկում էին մեծաթիվ ոստիկաններ։ Ավարտին բնակիչները վերահաստատեցին, որ դեմ են հանքերին ու չեն պատրաստվում հանդուրժել դրանց ընդլայնումը։ Անասնապահությամբ են զբաղվում։ Այդ վնասակար ազդեցությունը Վիժում հիվանդությունների մեծ տարածում 9 տարին աշխատել են, ոչ մի վնասի փոխհատուցում չի եղել, որ կենդանիներ ներկայապային մեր արոտավայրներն են փչացնում, եթե ընդ փչացին, մենք արոտավայր ետ չունենք, այսինքն գյուղատնտեսությունը անկում է ապրում։ Բայց ու կանցած անգամ կողմ եկեն Հագը Դե ներկայապային իրանք էլ ասում են, հենց նրանք ուզեցան փագեն, իրանք էլ սկսին փագելը։ Մենք դեմ ենք օբշի բոլոր հանքերին։ Թոզը նստում է բոլոր շրջակա բնության վրա։ Ու համկատանտրությունը պակաս է, ամերապրանքը չի չաղանը, մենք ոչ մի քուչ չենք ստանում, բացի վնասից։ Մենք բոլոր հանքերին դեմ ենք։ Շենքը, որ իրանք սարքել, գյուղացին օգուտ է, գերեզմանը հասկացանք, լավ են արել, բայց այս շենքը մեր ընտանիքը պահում է։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Քարաբերդ բնակավայրից։